Ուրախ եմ այսօր, որ դարձյալ հարցազրույց պիտի ունենանք եւ շատ կարեւոր զրույց հովիվ Սոնա Ժամգոչյանին հետ։ Սոնա Ժամգոչյան ասկեց առաջ երկու անգամ այս հարթակին վրա զրույց ունեցած ենք եւ շատ օգտաշատ եղած է եւ շատ օրհնված եք եւ այսօր ուրախ եմ, որ Աստված անգամ եւս արիթը գուտա լսելու, որովհետեւ մեր այսօրվան նյութը շատ կարեւոր նյութ մնե մտքի բادرազմի մասին։ Բարի եկած ես Սոնա քույր։ Շնորհակալ եմ Կարինե քույր հրավերի համար։ Մենք կարոցած ենք քեզի։ Ես էլ քեզ էի կարոտած, I'm sure որ լավ հարցազրույց կունենանք իրար հետ, հետաքրքիր թեմաների մասին պիտի խոսենք, so թող լսողն էլ օրհնվի այսօր։ Այո, եւ գաղութենք, որ ովքեր որ պիտի լսեն, առնեք հավատքով, որտեղ վստահ եմ, որ նույնիսկ շատ հետաքրքրական նյութ մնե եւ այսօր շատեր դերոջ զավակները նույնիսկ մտքի բادرազմի մեջ են եւ այսօրվան զրույցը եւ ուսուցմունքը վստահ եմ, որ շատ օգտակար պիտի լակեզի, բայց դուր որ նախքան զրույցը սկսելը ներկայացնեմ Զոթուստրին, ուրեմն Սոնա Ժամգոչյան, Գաբրի, Կալիֆոռնիա, ամուսնացած է հովիվ Նազարեթ Ջամգոչյանին, աստվածաշնչական խորհրդատու է, biblical counselor, depression-ի, bipolar-ի կամ ամուսնական հարցերով որևէ մեկ հարցեր, որ այսօր դերոջ զավակները դժվարության մեջն են, օգնական հովիվ է Enduring Hope եկեղեցիին, հովիվ Նազարեթին հետ, ուղեղի առողջության մարզիչ է, certified brain health coach է, ուրեմն հիմնադիրն է School of Hope-ի եւ եթե մանրամասն գուզեք գիտնալ իր մասին, իր ուսուցմունքներուն մասին, կրնակ երթալ իր վեբսայթը, որ գրված է իր վատգերին արչև schoolofhope.courses։ Բարի եկած Սոնակույր եւ անցնելով անմիջապես առաջին հարցումին, օրինակի համար միտքը գիտենք, որ մարդատաշտ մնե եւ ինչ ուղղե կսկսի, ինչպես կուքան այս միտքի հարցակումները։ Շատ լավ հարց է։ Միտքը մենք ինչպես որ գիտենք, ինքը օրգան է։ Եվ այդ օրգանը ինչպես որ սիրտը, որ այրուն է pumping blood, որ այրուն է մատակարարում ամբողջ մարմնին, սրտի աշխատանքը դա է։ Իսկ օրինակի համար երիկամների աշխատանքը, որ մաքրում է այրունը եւ մեզ է արտադրում, իսկ նաեւ երբ որ մտքի մասին ենք խոսում, պետքա չմոռանանք, որ միտքը նաեւ օրգան է, մեր մարմնի մեջ օրգան է։ Եվ բոլորս էլ գիտենք, որ միտքը գտնվում է մեր ուղեղում եւ ուղեղը, այսինքն դա ֆիզիկական մասն է, երբ որ նայում ես, գիտեք ինչի է նման։ Կարծես թե ուղեղը լինի կոմպյուտերը եւ միտքը լինի software-ը, այսինքն այն համակարգիչը, որ աշխատացնում է կոմպյուտերը։ Հիմա երբ որ նայենք, եթե ինչ որ կոմպյուտերի մեջ ինչ որ սխալ մի բան լինի չաշխատի, software-ը չի աշխատի, malfunction կունենա։ Բայց եթե օրինակի համար software-ը չաշխատի, կոմպյուտերը էլի չի աշխատի։ So ինքը եւ միտքը եւ ուղեղը իրար հետ կապված են։ Այսինքն ուղեղը մեր օրգանն է, մեր իսկ մեր միտքը այն մտածելակերպն է։ Եվ ինչա օրինակի համար ուղեղի ֆունկցիաներից մեկը հենց միտք արտադրելն է, որ մենք մտածում ենք, մենք նայես ամբողջ Animal Kingdom-ի մեջ, երբ որ Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային, ամին սկիզբը Ադամին ստեղծեց, եւ հետաքրքիր է որ Սուրբ գրքում ասում է Ադամը բոլոր կենդանիներին ինքը անվանեց։ Եվ Աստված անգամ իշխանություն տվեց կենդանիների վրա, եւ երբ որ նայում ենք կենդանական աշխարհի մեջ կամ ամբողջ գլոբը, որ Աստված ստեղծեց, մարդու պես մտածող, այսինքն չկա, ավելի մարդու ուղեղը ամենա-advanced-ն է, ամենաառաջացածն է, որ ինքը եւ էմոցիաներ ունի, տարբեր ձևերով է մտածում, կարող է like problem solution անի, so մարդու միտքը շատ զարգացած է, բայց հետաքրքիր է, որ գիտնականները ասում են մենք մեր մտքի շատ չնչին, մեր մտքի կարողության շատ չնչին մասն ենք օգտագործում։ So միտքը ինչի է պատերազմի battleground, ինչի է պատերազմի դաշտը, որովհետև ինչպես որ մենք մեր կյանքը ապրում ենք, մենք կարող ենք
անցնել դժվար իրավիճակների միջով եւ այդ օրինակ տրավմաներ կարող ենք ունենալ եւ այդ ժամանակները մենք վնասվում ենք եւ մեր մոտ օրինակ փոքր ժամանակվանից մտածելակերպ սկսում, որը մեզ անգամ մեծանալուց հետո մեզ խանգարում է։ Եվ արդեն սկսում է այդ պատերազմները մտքի, որ տարբեր տեղերի մեջ կարող է լինի եւ մենք արդեն խոսելու ենք այդ տարբեր տեղերի մասին, բայց ոնց որ ամփոփումով այդ ձեր հարցին պատասխանեմ, որ միտքը, այսինքն ուղեղը ինքը միտք է արտադրում եւ ամեն միտք չի, որ մենք մտածում ենք կամ գալիս է մեր ուղեղի մեջ, մենք դա պետք է մտածենք կամ դա մենք ենք։ Ես շատ սրա վրա մատնացույց եմ անում, որովհետև շատ մարդիկ չեն հասկանում տարբերությունը, կարծում են, որ ինչ միտք, որ իրանց գալիս է, էդի իրանք են։ Okay? Հիմա սենց մի բան կա, մտքեր կարող են գալ, որովհետև դու հոգնած ես, օրինակի համար։ Լավ չես քնել, կամ ինչ որ դժվարություններով ես անցնում։ Այդ մտքերը իրանք կարող են գալ, որովհետև ուղիղդ հոգնած է։ Հիմա տեսեք, ենթադրենք սիրտը, եթե շատ ջուր չես խմում, երիկամները չի կարողանում, չէ՞, լավ աշխատի։ Մեկ-մեկ լինում է, որ անգամ երիկամի մեջ ցավ ես ունենում։ Այդտեղ հասկանում ես, որ օքեյ, ես պետքա ջուր խմեմ։ Երիկամս սկսեց ցավել։ Նույն բանն էլ միտքն է։ Երբ որ միտքը, հետո մենք ինչ ենք ուտում, դա կարևոր է։ 20-ից 30% մեր կերած ուտելիքի սնուցանում է մեր միտքը։ Օրինակ երեխաներին ես միշտ թելադրում եմ ծնողներին, որ երեխաներին սոված մի ուղարկեք դպրոց եւ քաղցր մի տվեք առավոտները։ Կարևոր է, որ իրանք պրոթեին ուտեն։ Պրոթեինը, որովհետեւ մեր ուղեղը պրոթեին է, այդ պրոթեինը ինքը սնուցում է մեր ուղեղը։ Հիմա տեսեք, երեխան գնում է դպրոց ինչ անելու, սովորելու։ Եվ ինքը այնտեղ ամենաշատը օգտագործում է իր ուղեղը։ Իր մարմինը նստած է, ճիշտ է, ֆիզկուլտուրա կա, որ կատարվում է, բայց շատը դպրոցում երեխաները օգտագործում են իրենց ուղեղը սովորելու համար։ Եվ այդ սովորելու համար իրենց ուղեղը էներգիա է պետք։ Եվ երբ որ իրանք չեն ուտում բան, նախաճաշ չեն անում, լավ չի աշխատում իրանց ուղեղը։ Դրա համար կարևոր է, որ երեխաները առավոտ պրոթեին ուտեն, օրինակի համար կարան ձու ուտեն, կամ ինչ որ օրինակ walnut, պոպոկ, բնդուկ, այդպես բաներ, այսինքն այն, որ պրոթեին է, ոչ թե քաղցր։ Դա ավելի կօգնի երեխային, որ իր ուղեղը լավ աշխատի։ Սո ինչի ասում, որ 20-ից 30%-ը նաև մեր ուղեղը սնուցվում է, մենք ինչ ենք ուտում։ Եվ հիմա ինչպես որ ջուրի օրինակը բերեցի երիկամունքների համար, նույն ձևն էլ օրինակի համար ուղեղն է։ Դու կարող ես հոգնած լինես այդ ժամանակ, կարող է ինչ որ մի բանով անցնես, բարկացած լինես։ Կարող է օրինակի համար դու լավ չքնես այդ գիշեր, Այո։ ու դու տարբեր բացասական մտքեր ունենաս ու ասես, վայ, ես ես ինչ վատ մարդ եմ, ես ես ինչ մտքեր եմ մտածում։ Ամեն կխոսենք այդ մասին, որ ամեն միտք, որ գալիս է մեր մտքի մեջ, մենք կարող ենք չվերցնել այդ միտքը եւ չմտածել։ Պատասխանեցի Այո, ձեր այո, շատ լավ եւ կարեւոր է որ սնունդը, որտեղ շատ անգամ մենք նկատի չենք առնել եւ մենք հայերս մանավանդ ուդելալ կսերենք, ախորժակ ունենք, կսենք, օ, ոչինչ, բայց չենք վերջը չենք ադոր հետևանքը մենք կգրենք եւ անհսկալապար գաստե մեր դրամատության վրա։ Բայց օրինակի համար մտքի բادرազմի համար հիմա անցեր կան, որ իրենց օրը շատ լավ կսկսի եւ հանկարծ կտեսնաս խորհուրդներ ունեցան իրենց մեջ եւ այդ խորհուրդը սկսավ իրենք ասենք իրենց էներգին առնել, իրենց դխրության մեջ մատնել, ասենք ինչպես գրնակ գիտնալ անհատը, եթե իրեն բարձրապես սկացումներն է, ցանկի իրավիճակն է, որ իրեն սեբենք միտքի հարցակումի դակ կդանի, թե ոչ, ասենք թե մտքի բادرազմ է։ շատ հետաքրքիր հարց է, I think շատերը երևի մտածում են այդ մասին, որ ինչպես կարող են զանազանել։ Նախ եւ առաջ ասեմ, որ երբ որ օրինակի համար մարդիկ ես շփվում եմ եւ գալիս են նոր
Եւ ես զգում եմ, որ իրանք շատ ասում են, որ ես հարցակումի տակ եմ, ես հարցակումի տակ եմ, ու նայում ես իր կյանքը ինքը սովորական շարքային քրիստոնյա է, այսինքն ինքը տենց մեծ բաներ հոգևոր աշխարհի մեջ չի անում, որ սատանան իրան այդ ձևի հարցակվի։ Ես անմիջապես այդտեղ տանում եմ էմոցիաների վրա, որ Կրնակ այդ օրինակ մտալ օրինակի համար։ այո, օրինակի համար, եթե անձը emotionally imbalanced է, okay, իր emotion-ները չի կարողանում, coping skill-ները չունի, ինքը չի կարողանում այդ հասկանա տարբերությունը, ինչպես պիտի ընդհանենք կա մարդու մոտ, որ ինքը շատ ավելի էմոցիոնալ է, կա մարդու մոտ, որ ուղեղը այդ ձևի լավ չի կարողանում analyze անի եւ կարողանա ինքը իր խաղաղությունը գտնի։ Կան մարդիկ, որ ավելի շատ anxiety ունեն եւ օրինակ մարդիկ կան, որ դիպրեսիա ունեն, մարդիկ կան, որ տարբեր, օրինակ սկիզոֆրենիա ունեն, ենթադրենք։ Այդ տեսակի մարդիկ ավելի օրինակի համար տեսնում ես, որ իրանք անընդհատ դնում են, ասում են ես հարցակումի տակ եմ, ես հարցակումի տակ եմ։ Նախ պետք է մենք հասկանանք, որ այդքան հարցակումի տակ ես մի անգամ մեկին ասեցի, սիրելիս, ես այսքան գործ եմ անում Աստծո համար։ Այսքան մարդու եմ օգնում, ազատագրություններ եմ աղոթում մարդկանց համար, ես այդքան հարցակումի տակ չեմ ընկնում, ինչքան որ դու ես ինձի ասում, որ դու անընդհատ հարցակումի տակ ես։ Եվ ես իրան ասեցի, դու պետքա էմոցիաներիդ նայես, դու պետքա սովորես ինչպես այս հարցակումները բանանես եւ օրինակի համար, ամեն անգամ որ գալիս էր եկեղեցի, ենթադրենք մի քանի ամիս չկար, հենց որ հարցակումի տակ էր ընկնում, հիշում էր հետ էր գալիս նախ, հետո ասում էր, որ օքեյ, աշխատանքի ընդունվեցի, աշխատանքը սենց եղավ, գնաց, օքեյ, 6 ամսից ավել, 3 ամսից ավել աշխատանք չէր կարողանում ինքը պահեր։ That's an indication of emotional imbalance, okay? So ես երբ որ իրան ասեցի, որ նայ սիրելիս, ես այդքան հարցակումի տակ չեմ ընկնում, այսքան ծառայում եմ։ Դու ինչ ես անում, որ այսքան հարցակումի տակ ես ընկնում։ Այսինքն դու թշնամի դաշտը, ինչ ես աշխատում, որ այսքան հարցակումի տակ ես ընկնում։ Այո, Ասեցի, սա քո էմոցիաներից է, արի, քո էմոցիաների վրա աշխատենք։ Դրանից հետո այդ աղջկան չտեսա մեր եկեղեցին, էլ այո, չեկա։ շփոթվար։ Դու հիմա կան, հիմա օրինակ, որը Այո, խնդրեցի, այդ հասարակ այդ օրինակը, որ երբ որ սկսում ես աշխատել, մանավանդ երբ որ հասկանում ես ուղեղի, էմոցիաների եւ հոգեվոր աշխարհը գիտես, հոգեվոր աշխարհը զանազանում ես, դու տեսնում ես արդեն որն է։ Հիմա օրինակ տամ, նաեւ օրինակ տամ, որ իմ կյանքում ես ինչպես եմ օրինակներից մեկը զգում, որ ես հարցակումի տակ եմ, այո, հարցակումները ճշմարիտ ձևով կան եւ լինում են, որ շատ են լինում, որովհետև սատանան չի ուզում, որ Աստծո զավակը, Աստծո մարդը իր թակավորությունը, Աստծո թակավորությունը ընդլայնի եւ իր թակավորությանը վնաս է գալիս, այսպես ասած։ Հիմա օրինակի համար մեկ պարագաներում կա, որ դու միանգամից սկսում ես զգալ, որ մեկ հատ sense տարօրինակ մի բան է կատարում քո կյանքիդ մեջ, հանկարծ ամեն կողմից քո հարաբերությունները վնասվում են, հանկարծ ամեն կողմից դու բան չես անում, կամ փորձում ես ենթադրենք ինչ որ մի լավ մի բան էլ անես, դա հակառակա քեզ դառնում, մարդիկ անդադը սկսում են քեզանից նեղվել, որ քո խոսքերը սխալ են հասկանում, եւ զգում ես, որ սենց ամեն կողմից ուղակի սենց հարաբերությունների վնաս է կատարվում։ Դա հարցակում կարա լինի։ Հարցակում կարա լինի։ Բայց նաև կարա լինի, որ դու պետք է նայես, որ եթե հարաբերություններիդ մեջ այդ որ վնասվում է, դու ինչ որ բաժին ունես, եթե սխալմունք կա, եթե սխալմունք կա, of course դա շտկում ես։ Բայց եթե դու նայում ես, որ իրապես դու սխալմունք չես ունեցել, ուղակի դու զգում ես, որ misunderstanding, այսինքն սխալ հասկացողություններ ա եղել, մարդիկ դու բացատրում ես իրանք չեն ուզում քեզ հասկանան, այդ տեղերում կարա լինի, որ դու հարցակումի տակ ես։ Հետո օրինակի համար հանկարծ միանգամից քո dishwasher-ը, քո լվացքի մեքենան, քո չորանոցը, քո ավտոն, քո ակերը ավտոյիդ, հանկարծ sense մի անգամից սկսում է բում 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 սկսում են չաշխատել։ Էդի կարա հարցակում լինի օրինակի ճիշտ, համար։ անկասկած։ Եվ տենց բաներ եղել է իմ կյանքիս մեջ, մի հետաքրքիր դեպք էլ պատմեմ հարցակումի, որ ես էդի հետ չէի մտածում, որ հարցակում է, եւ Տերը ինձ խոսեց, ասեց դու հարցակումի տակ ես
շատ բան չարեցի, չանդրադարձա դրան, ուրեմն պատմեմ ձեզ ինչ եղավ։ Սենց մի անգամից սենց տարօրինակ բաներ էր կատարվում կյանքիս մեջ, բայց այտենց ես չէի, I mean ես միշտ աղոթների մեջ եմ, աղոթում էի ու այտենց չէի մտածում, որ ինչ որ հատուկ, ինչ որ մեկ հարցակում կա իմ կյանքի վրա, ինչ որ մի բան պետք է արվի։ Մեկ էլ երեկոյան ժամը արդեն 7-ի 8-ի կողմերն է, ընկերուհիս ա զանգում, ասում է Սոնա, իմ բանալիները ավտոմեքենայիս մեջն է, բայց ես իմ բանալիները քանի ժամը ստեղ եկեղեցի parking-ում կանգնած եմ, փնտրում եմ ու չեմ կարողանում գտնեմ։ Ես խելքս եմ թռցնում, խնդրում եմ ինչ կլինի, կարաս գաս ինձ օգնես իմ մեքենայի մեջից, ես իմ բանալիները գտնեմ։ Okay? Ու ես գնում եմ, որտեվ ինքը չի կարողանում գտնի, ինձ խնդրում է, որ ես օգնեմ իրան, ու ես գնում եմ, երկար ժամանակ էլ ես եմ ընդեղ անցկացնում, ոչ չեմ հիշում ինչքան ժամանակ էր, բայց բավականին էր, որտեվ բավականին ուշացած եկա։ Ու հանկարծ մի հատ ընենց տեղից են գտնում բանալիները իր ավտոմեքենայի, որ երևի չեմ կարամ ասեմ, քանի անգամ ես եմ նայել, քանի անգամ ինքն է նայել։ Ու հանկարծ գտնում ենք բանալիները, բայց մի քանի ժամ ինքն է բանանում, waste-անում այդ դրա վրա, մի քանի ժամ էլ ես եմ իր հետ բանալի փնտրում։ Վերջը եկա տուն ու զգացի, որ իմ ժամանակի վրա կորուստ է գնում։ Ապուշ բաների տեղ, ես որ կարամ այդտեղ իմ ընտանիքի հետ անցկացնեմ կամ ինչ որ օրինակի համար այսօր էլ հարցակում ասեմ, այսօրվանն էլ եղավ։ Ու ես զգացի, որ դա հարցակում է, որ ինձի շեղի, որ ես concentrate չանեմ ինչ որ այսօր պիտի սովորացնեմ։ Հիմա էդի ասեմ, հետո կգամ կհիշացնես Կարինե քույր, որ գամ այսօրվանն էլ ասեմ։ Okay. Ուրեմն ինձի Տերը խոսեց ու ասեց, սա հարցակում է քո վրա։ Ես մտածեցի, ինչ հարցակում պետք է լինի, մարդը բանալիները կորցել է, չի գտել, ես էլ գնացի բանալիները, ես էլ փորձեցի որ գտնեմ ու գտանք մարդը գնաց իր տուն։ Ու ես այտենց շատ բան տեղ չդրեցի, ոչ էլ աղոթեցի, անցա առաջ։ Ուրեմն ես իմ տունից դուրս եկա, գարաժ պիտի գնամ, իմ գարաժը ավելի դրսի կողմից եմ գնում։ Սենց պտտվեցի, որ գնամ, երկու հատ մեծ ծառ ունեինք այդ ժամանակ, ինքը փայն ծառեր էր։ Ու սենց ես նայում եմ այդ ծառի վրա, մեկ հատ սկյուռի կա կանգնած մոտիկ։ Սենց նայում է ինձի ու ես տեսնում եմ, որ ինքը սենց իրա մեջը չարություն կա։ Ես այդ ձևի սկյուռիկ չէի տեսած այտենց չարացած ու բարկացած իմ հանդեպ։ Ու այս սկյուռիկը սենց նայում է իմ աչքերի մեջ, սենց չարություն է բխում իր աչքերից։ Ու սենց ատամները սենց բան է արել ու սենց ձայներ է հանում տարօրինակ Wow. սկյուռ։ Okay. Ես դա որ տեսա, ես իսկապես տեսա ոնց որ այդտեղ աչքերը բացեց Աստված իմ, որ զանազանի, ես քեզ ասում եմ, սա հարցակում է քո ժամանակի վրա։ Ես եկա տուն, ներողություն խնդրեցի Տիրոջը, որ ես ուշադրություն չդարձրեցի իրա ձայնին եւ իրա ցուցմունքին եւ սկսեցի հակառակ աղոթել։ Երբ որ կապեցի ու հակառակ աղոթեցի, այդ ժամանակից վրա այդ բանը կանգնեց։ Հիմա տեսեք ասեմ, այսօր առավոտյան ես արթնանում եմ մեկ հատ հեռախոսով, որ emergency է եւ իմ մոտիկ անձն է, okay, չէի կարա չպատասխանեի, որովհետեւ ինքը ես գիտեմ, ինքը աշխատանքի է, այս ժամին ինքը չպիտի կանչի ինձի։ Բայց ինքը ինձի այս ժամին կանչում է, ես մտահոգվեցի, վերցրեցի հեռախոսը եւ իսկապես ինքը շատ ծանր իրավիճակի մեջ էր։ Շատ ծանր։ Ես իր հետ աղոթեցի եւ խոսեցի իրան, բայց ես զգացի, որ շատ երկարում է, ու ես իրան ասեցի, որ նայ, դու սենց արա, ես է քո համար կաղոթեմ, բայց հիմա ես պետքա պատրաստվեմ, որովհետեւ recording ունեմ։ Դա վերջացավ, մեկ էլ ինձի տեքստ է գալիս մի ուրիշ սիրելի աղջիկից, որ ես իրան միշտ օգնում եմ իր դժվարությունների մեջ, որ խնդրում եմ իմ համար աղոթի, հարցակումի տակ եմ ու բացատրում է վիճակը։ Ու ես միանգամից նայում եմ, ես պիտի recording անեմ, ես մտքի հարցակումի մասին եմ խոսալու, ես պետքություն ունեմ իմ միտքը կենտրոնացված լինի, որ ես կարողանամ սա ինչ որ կա ցույց սովորեցնեմ, ասեմ, ու հանկարծ առավոտյան out of the blue, այսքան ժամանակ ինքան քանի օր է տենց բան չի լինում,
ու ես պիտի ծառայեմ ու հանկարծ emergency-ները գալիս են։ Mhm. Դա կարա լինի, ես այդպես մտածեցի, հիմա definitely, էսի կարա լինի հարթակում, որ իմ միտքը շեղի կենտրոնացումից ու ես սկսեմ մտածել ու care անեմ ու աղոթեմ այդ Այո, մարդկանց համար։ Բայց ես ամենը տվեցի Աստծուն, օրինակի համար առաջ ուրիշ ձևով բան կանեի, կազդվեի, բայց հիմա միտքս հասկացա, որ պետքա կենտրոնացրեմ ուսումնքի վրա, իրանց տվեցի Աստծուն, աղոթեցի ու վստահեցի, որ ամեն, Աստված ամեն, ինքը սիրում է իրանց, ինքը take care կանի, ինքը հոգ կտանի իրանց եւ սկսեցի ասեցի, you know what, ես հիմա պետքա փառաբանություն անեմ։ Ու սկսեցի փառաբանություն անել, խաղաղությունս գտա, կենտրոնացա, որ կարողանամ, օրինակ եմ տալիս, այո, եւ այդ կարան վիճակները լինել այո, այդ վիճակներում մեջ շատ հաճախ ամեն կսալ գլանք եւ կսկաս որ չէ ընելիք ունիս, ծառայելիք ունիս, բարդականություն ունիս որպես մայր, բայց բայց կուքան ասպեսի մեսաժներ, կամ կուքան դժվարություններ որ գլան, ամենա շիդակցել վարգանական աստծո խոսքը խոսիլ է եւ որ մեկ համարը խոսիլ է կու բարակայիդ վրա։ Քիչ առաջ օրինակի համար օրինակ բادرազմի մասին որ ասիր օրինակի համար անցմը եթե սխալ հասկացողություն ունենա իր բարեկամներուն հետ կսկա որ իրեն հանկարծ ամեն մեկուն ժխտական ասենք բարեր կսե եւ կգիտնա որ հարցակում է այդպիսի բարակային անցը ինչ պետք է ane պետք է քիչ մը քաշվի կամ ինքզինքը քննե ինչ պետք է ane առաջինը ինձ ինքը պետքա քննի։ Առաջինը, որովհետև մենք կարող է լինի, որ սթրեսով ենք անցնում կամ մեր էմոցիաները ճիշտ բալանսավորված չեն, մենք բարկացած ենք, այսպես ասած, եւ կարան մեր էմոշնները ամենտեղ ենթադրենք ոնց որ մարդը սխալ խոսքեր դուրս տա, սխալ բաներ ասի։ Կարա լինի, առաջինը մենք մեր մեջ պիտի նայենք։ Եվ օրինակի համար ես եղել ա պարագաներ, որ եղել ա իմ կյանքիս մեջ, ես անգամ խորհրդատվություն եմ վերցրել իմ ընկերուներից, իմ ամուսնուց, եւ օրինակի համար բացատրել եմ, որ սա է եղելությունը, այս ձևով է եղել outcome, այսինքն պատասխանը, ես ըստեղ ինչ ունեմ անելիք։ Կարող է ոնթև դու քո էմոցիաների մեջ ես, դու չես տեսնում քո սխալները։ Կարա լինի շատ հնարավոր է, որ դու այդ emotional վիճակի մեջ ես ու դու քո սխալները չես տեսնում։ Բայց երբ որ գալիս է տեղ, երբ որ ուրիշին ես հարցնում, ավելի ոնց որ խորհրդատվություն ես վերցնում քո սիրելիներից, որ քեզ լավ ճանաչում են եւ խելացի մարդիկ են, քեզ կարող են տանել այդ խորհրդատվությունը, դու արդեն նայում ես, եթե դու անելիք ունես, դու դա անում ես։ Եթե օրինակի համար պիտի ներողություն խնդրես կամ ինչ որ պիտի խոսես, բայց բաներ, պարագաներ կան, որ դու զգում ես, որ դրանք իսկապես չլուծվելիք հարցեր են, ինչքան էլ այդ անձի հետ խոսաս, ինչքան էլ դու ճիշտ անձը լինես, դիմացինը չի հասկանալու քեզի։ Այդ տեղում դու արդեն պետքա աղոթես ու արձակես այդ Մгм. հարաբերությունները եւ ոնց որ սահմաններ դնես, որպիսի այլևս այդ հիմա նայեք ձեզ մի բան ասեմ, նաեւ կան մարդիկ մեր կյանքի մեջ, որ հատուկ սատանան օգտագործում է, որ իրանք մեզի խփեն։ Mhm. Կան այդ ձևի մարդիկ իմ կյանքիս մեջ էլ են եղել, բայց ես երբ որ սովորեցի, թե ինչպես սահմանները դնեմ, այլևս այդ հարցակումները քչանում է, ոնց որ you are learning how to protect yourself and your environment։ Դու պետքա քեզի շրջապատես you have to surround yourself with reasonable people, with godly people, godly counsel, պետք է անձը շրջապատի իրան ճիշտ մարդկանցով, որ ավելի Աստծուն մոտիկ են, Սուրբ Հոգու ձայնն են լսում, զանազանության հոգին ունեն։ Հիմա ես ամեն մեկի խոսքն էլ չեմ վստահի, որ ինձ ասի, գիտես, էսի քեզ հարցակում է, եթե իմանամ, որ նա զանազանության հոգին չունի։ Այո։ Որ զանազանության հոգին կարևոր է եւ զանազանության պարգևները հենց այդ է, որ զանազանում ես ինչ հոգի է հետևում։ Mhm. What's the spirit behind it? Ինչ հոգի Mhm. է։ Դա Okay. զանությունը։ Այո, ես հարցումը եւս ունիմ, օրինակի համար անցեր կլան, որ օրինակ ցավեր ունին ոչ ֆիզիկական ցավ, ոչ էլ հոգեկան ցավ, բայց ցավ մը կա,
կրնա լալադիգա անցյալեն է կամ կրնա լալցամն է որ միշտ իր թիմացն է եւ հանգարց կսկսի աս անցը օրինակի համար հուզվիլ հուզվիլ այս անձը կսկսի հուզվիլ եւ at հուզմունքը սեբենք թե հարցագում է թե ոչ բնական իրեն ասենք սկացողական ցավերն են Yeah, դա հարցակում չի 100%, որովհետև այդ րոպեին ուղեղը մարդու փորձում է որ process անի այդ տրամաները, որ ինքը անցել է։ Հիմա օրինակ կարող է անձը ինքը դժվարությունով է անցել եւ process չի արել իր զգացմունքները։ Երբ որ ինքը process չի արել զգացմունքները, the trauma is getting embedded in the back of the brain։ Եվ սկսում է brain-ի circuitry-ի վրա ազդել, այսինքն երբ որ միտքը պետքա գնա լրի full circle, պետքա միտքը բան արվի, process արվի, ինքը այդ trauma-ները շատ անգամ block անում։ Եվ ենթագիտակցությունից այդ հիշողությունները կարող են գալ գիտակցություն դեպի prefrontal cortex-ը եւ այդ ժամանակ եթե անձը ինքը չի process անում նորից այդ տրամաները, այդ տրաման ինքը նորից հետա գնում ենթագիտակցության մեջ։ So կարևոր է ես այո, էդի լինում է շատ է լինում, որ անձը տեսնում ես ենթադրենք ինչ որ սովորական խոսակցություն է, մեկ էլ ինքը արդեն սկսում է ուզվել ու սկսում է լաց լինել։ Այդտեղ պետք է մենք լինենք ավելի զգայուն եւ այդտեղ ոնց որ կանգնենք, թողնենք որ անձը այդ զգացմունքը ապրի եւ եթե օրինակի համար կարելի ենք ասեն ինչպես կարող եմ աղոթել քեզ համար կամ ինչ կուզես խոսես այս մասին եւ թողնես որ ինքը ընտրի եթե ուզում է բացվի կամ ոչ այդ ժամանակ օրինակի համար եթե ինքը բացվի եւ խոսա, այդտեղ բժշկություն կարա ստանա, մանավանդ երբ որ վերջում աղոտ կարվի համաձայնությունով, երբ որ աղոտ կարվի անձի վրա։ Բայց սենց մի բան էլ կա, տրամաները ընդհանրապես, երբ որ նայում ես օրինակ վատ բաներ ա կատարվել մարդու կյանքի մեջ, դրանք կարան լինեն հարցակումներ նաև, դրանք կարան լինեն կյանքի դրվածք, օրինակի համար մահը սիրելի, դա կյանքի դրված կա, դա չես կարա հարցակում այո սեփ։ Բայց օրինակի համար, եթե դու արդեն այդ վիճակով ես անցնում, այսինքն դու դժվարությունով ես անցնում, դու տրավմայով ես անցնում, այդ ժամանակ կարա լինի շատ է լինում, որ հարցակման տակ է լինում անձը։ Այսինքն ինչ ձևով բացատրեմ։ Սատանան ինքը Աստված merciful է, այսինքն Աստված ողորմած է, բայց Սատանան ողորմություն չունի Աստծո զավակների կամ ոչ մեկի, ինքը ողորմություն չունի, ինքը չար է այսպես ասած, իր նպատակը ամեն ժամանակ, որ ինքը կործանի, գողանա ու սպանի, դա ինքը 24 ժամ 24/7 ինքը էդ է մտածում, մեր կյանքի մեջ ինչ անի, որ մեզ վնաս տա։ Հիմա երբ որ ինքը տեսնում է մենք օրինակի համար մահ ունեցանք, սիրելի մահ ունեցանք մեր կյանքի մեջ, ինքը մի հատ էլ կողքերից ավելի դժվարություններ ա բերում եւ օգտագործում է մարդկանց տկարությունները եւ էմոցիաները այդ ժամանակ, ու այդ ժամանակ շատ հարաբերությունների մեջ վնասներ ա կատարվում, որ հետո չի էլ շտկվում։ Այդ ձևով ինքը կարա օգտագործի հարցակումներ անձի վրա։ Ես դա իմ վրա զգացի, երբ որ մայրիկիս կորցրեցի հունվարին, այս թվի 2025 թվականին, երբ որ մայրիկիս կորցրեցի, տարօրինակ մի բան սկսեց կատարվել իմ կյանքիս մեջ, որ ես գիտեի, որ դա հարցակում է։ Ու երբ որ ես սկսեցի աղոթել, աղաղակել, Տիրոջը սկսեցի դիմել ու խնդրել, սկսեցին կամաց այդ բաները քակվել։ Ու ես զգացի, որ տարօրինակ մի բան էր կատարվում, չէր կարա 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 6-ը, 7-ը, 8-ը, 10-ը, 20-ը։ Հասկանում ես, միանգամից pressure եկավ, որ ես զգացի, որ այն աստիճանի է ուզում, I mean, sense պատկերացրու, եթե դու թշնամին ես, լավ առիթ է իր համար։ Շատ լավ առիթ է։ Նայեսն է ստրատեգիկ իր համար լավ առիթ է, որովհետև դու այդ ժամանակ կորուստ ես ունեցել։ Դու արդեն կոտրված ես։
Այդ ժամանակ ինքը օրինակ կասկածներ բերում, շատ մարդիկ կան, որ կորուստի աղոթում են, չի բժշկվում օրինակի համար իրենց ծնողը կամ սիրելին, եւ շատ եմ լսել, օրինակի համար մահից հետո Աստծուց հեռանում են, Mm. փոխանակ ավելի մոտենան Աստծուն։ Կասկածներ ա բերում սատանան, ստեր ա սկսում խոսել, տես Աստված քեզ չի սիրում, տարբեր accusation-ներ, սուտ զրպարտություններ, Ա, ինչպես որ ասեցի, թշնամի համար դա լավ առիթ է։ Ինքը Ահա. առիթը գտել է։ Եթե դու Աստծո զավակ ես, եւ դու ծառայում ես, եւ դու մարդկանց հանում ես թակա բանի darkness-ի մթության թակավորությունից դու մարդկանց հանում ես եւ պարպում ես դժողքը ու բերում ես այդ մարդկանց Աստծո թակավորություն, Աստծո խոսքի համաձայն եւ Աստծո խոսքի եւ Աստծո Սուրբ Հոգու ներկայությունով, of course ինքը պետք է ամեն առիթ օգտագործի, որ քեզ գցի։ Mhm. Mhm. Um, so yeah, Այս այդ պարկասը համար մկա, որ երկրորդ Կորինթացիս 15, որ մենք խորհուրդներ կքագենք եւ բոլոր մտքերը Հիսուսին հետ կհնազանդեցնենք։ Անդրադարձարը սկացիր, որ մեկ բան չի կդարվի կյանքիդ մեջ, մի քանի բաներ կդարվի եւ առանց ժամանակ գործընծելու աղոթքի նստեցար։ Լավ, սոնակույր ընդհանրապես անցել կան որ փնա մտքի հարցակում չեն ունենալ։ no, չկա տենց մարդ։ Չկան։ Չկա։ I mean, ես անգամ եմ ասում, ես կարծում եի, որ ես խորհրդատու եմ, ես այսքան մարդու օգնել եմ սուքից դուրս գալու համար եւ իսկապես ես տեսել եմ, թե Աստված ինչպես է հրաշքով մարդկանց այդ վիճակներից դուրս հանում, բայց ես չէի կարծում, որ այսքան երկար կտևեր իմ սուքի մեջ անցնելը եւ ճիշտ է ոչ միայն ես աղոթքներս շատացրեցի, այսինքն ժամերը եւ աղոթքներս ավելի շատացրեցի, բայց նաեւ մտքիս վրա աշխատեցի։ Ամեն։ Համար գիտեի, Մ, ես շատ աշխատած եմ մարդկանց, ովքեր որ սուքով են անցել եւ հետաքրքիր է, իմ մոտ երկու հոգի եկան այցելության, որ ես օգնել էի մեկի հայրը, որ կորուստ էր ունեցել մի քանի տարի առաջ եւ մյուս ընկերուհուս մայրը, որ կորուստ էր ինքը ունեցել ու հետաքրքիր էր իրանք որ եկան մեր տուն ինձից հավաքցելու ես այդ ժամանակ մենք խոսում էինք սուքից էինք խոսում ու հետաքրքիր էր ես իրանց ասում էի գիտեք ես ձեր հետ աշխատելուց ես էսի էի սովորել ու ես էսի արեցի երբ որ ես մտքերը եկան ու իրանց ոնց որ ասում էի որ ես ձեզանից այսինքն ձեր հետ աշխատելուց ես սովորեցի ու տեսա որ օրինակի համար մեկ բան ասեմ բոլոր մարդկանց կյանքի մեջ ովքեր որ սուքով են անցնում մեղքի զգացմունք է գալիս բոլորի հետ դա կատարվում է օրինակի համար ես էսի չարեցի ես էլի մ, չարեցի ես էսի չարեցի եւ երբ որ իրականում նայում ես բոլորի մոտ տարբեր պատճառներ է մեղքի զգացմունքը, բայց ինքը նույն զգացմունքն է ու շատ մարդիկ բռնվում են դրա մեջ, երբ որ սուքով են անցնում։ Օրինակի համար իմ մոտ դա ես հենց գլուխ ուզեց բարձացնել եւ գլուխ բարձացրեց։ Իմ մոտ էլ գլուխ փորձեց բարձացնել մեղքի զգացմունքը, որ այս մի բանը դու չես արել, ամեն մի բանը դու չես արել, you know, ես մի անգամից դա հասկացա, տեսա ու գլուխ բռնեցի դրա այդ մտքի գլուխը բռնեցի, ջարդեցի։ Այդ միտքը ինձ չնեղացրեց այլևս։ Շատ մ, կարճ ժամանակ տևեց իր կյանքը։ Բայց օրինակի համար ուրիշ բաներ կային, որ ես դա չէի տեսած, չէի նախատեսած, որ ինձի տեղից խփեց։ մհմ, Բայց Փառք Աստծո, I mean, Տերը բարի է, Տերը հավատարիմ է։ ամեն։ Երբ որ մենք աղոթում ենք, Տերը պատասխանում է, ես շատ մեծ բան ունեցա, այսինքն ճանապարհ ունեցա այդ ամիսները, հունվարին կորցրեցի մայրիկիս եւ սեպտեմբերի վերջն էր կամ հոկտեմբերի սկիզբն էր, ես կոնֆերանս էի հաճախում եւ այդ կոնֆերանսի մեջ Աստված եւ իսկապես ասում էի Տեր, գիտեք ինչ եղավ իմ կյանքիս մեջ, մեկ հատ discouragement ինչպես ասում, Հուսախապություն, հուսահատություն եկավ մեջ, հուսահատություն։ հուսահատություն, որ ես մարդկանց աղոթում եմ, հույս են ստանում Մ, ու տեղից բռնեց ինձ սատանան։ Ու այսինքն
Անենց պարագաներով եղավ իմ կյանքի մեջ, որ ես ա, չէի կարողանում ոնց որ այսպես ասած դուրս գայի դրանից։ Ինչքան աղոթում էի եւ ամուսնուս հետ ժամերով, բայց ինձ թվում է ժամանակ էր պետք, ես պետք է այդ ճանապարհով անցնեի։ Եվ բաներ կար, որ Աստված այդ ժամանակի այդ կոտրվածության մեջ իմ մեջ աշխատեց ու արեց, որ ես next as ինչ որ Աստված պիտի անի իմ ծառայության միջոցով as next season-ին, Այո, դրա համար ինձ պատրաստեց Տերը։ Տերը թույլ տվեց դա, բայց նաև միշտ կողքիս էր։ Եվ հետաքրքիր է, որ բան մը կար, որ ես չի կարողանում էդի կտրել ու դուրս գալ, ու ես հիշում եմ կոնֆերանսին 2 անգամ շատ սենց մի անգամից սենց տարօրինակ overwhelming զգացմունք էր մի անգամից գալիս վրաս ու դուրս եկա ես 2 անգամ էլ աղոթեցի, ասեցի Տեր, եթե դու չանես, ես չեմ կարողանում հաղթահարեմ սրան, դու պետք է անես, ես անկարող եմ, դու պետք է անես սա, ու Աստված նենց ձևով արեց, ու նենց հետաքրքիր ձևով արեց, եւ գիտեք շատ անգամ ձեզի էսի ասեմ, տեսեք, ես չեմ ամաչում ասեմ, որ օրինակի համար ես աղոթում եմ մարդկանց համար, եւ այդ ընթացքում ես ծառայել եմ եւ աղոթել եմ մարդկանց համար ու իրանք հույս են ստացել։ Իրանք ազատագրություն են ունեցել։ Բայց այդ տեղի մեջ ես չի կարողանում կտրեի այդ տեղը դուրս գայի։ Ես այդ ձևի ծառայում էի մարդկանց, բայց ես of course նորոգվում էի ամեն օր, այսինքն պարապ տեղից չէի ծառայում։ Ես լցվում էի, բայց ես գիտեի, որ ինչքան կարամ անեմ, ինչքան խորհրդատվություն կարամ անեմ։ այս ներողություն հարցարցում ունիմ տուն միջոց դարձար, անոթ դարձար, որ մարդիկ ազատագրում ունենան, բայց տուն ինքզինքդ օրինակի համար չէիր գրնար at վիճակեն դուրս ելնել։ Այո, So, first իմ այո, կյանքիս իմ հարցումս անիկա է, որ օրինակի համար աղոթած էիր ամուսինիդ հետ երկար ադեն, սեր գուզես, որ եւ միևնույն ադենսի, որ դերը թույլատրես, որ այդ միջոցներ են անցնիմ։ Ուրեմն, ինչպես գնաս բացատրել ասի։ ինչը ինչպես բացատրեմ, ինչ, այսինքն որ մասը։ Այո, օրինակի համար դու նսիր որ դու ուրիշներուն գաղութես ազատագրում ունենան, բայց քու վրա ադիգա չեր կդարվեր։ Խորիս որովհետև դերը գուզեր գուզեր ադիգա քեզի կորզածել, մարզել, որ ուրիշներուն օգտագարելաս, ալավելի հասկնաս ուրիշներուն վիճակները ինչ որ թուն գանցնից մեջ են, թե ոչ ինչն էր պատճառը որ այդքան երկար դևեց։ Հասկացա ինչ ես ասում։ Ես ասեմ ինչ դեր պատճառը։ Շատ անգամ, երբ որ մենք դժվար, եւ ես շատ եմ տեսած էսի, մենք դժվարություններով որ անցնում ենք, միշտ ասում ենք, որ Աստված ինձի կօգնի, ես դուրս կգամ այս վիճակից։ Աստված ինձի կօգնի, ես դուրս կգամ իմ վիճակից։ Բայց ես էդի գիտեի, բայց ես էլի համոզվեցի, որ շատ անգամ Աստված քեզ ասում է, «Էս բան արա, էս տեղը գնա, էս ժողովին գնա, էս մարդը թող քո համար աղոթի»։ Եվ երբ որ այդ անձը քո համար աղոթում է, դու դուրս ես գալիս։ Գիտես ես ինչ հասկացա ես իմ փորձառությունից, որ ինչպես մենք մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, ինչպես մենք մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ։ Ես հավատում եմ, որ այդքան ամիսների աղոթքը ինձի տարավ այդ տեղը, եւ այդ անձը այդ խոսքը ստացավ, եւ երբ որ ինքը աղոթեց, ես մի անգամից փոխվեցի։ Նույնը չէ։ Ես երբ որ տուն եկա այդ օրվանից հետո, այդ բաները, որ ինձի խանգարում էին, օրինակի համար, բացատրեմ ինչ եղավ։ Ես մինչև իմ մորս մահանալը Աստված ինձ խոսել էր եւ ես գիրք էի գրում։ Ես նստում էի, գրում էի, պատրաստում էի գիրքը։ Երբ որ իմ մայրը մահացավ, իմ creativity-ն կեցավ։ Այսինքն ես չկարողացա այլևս նստեմ գրքիս վրա աշխատեմ։ 2 անգամ եմ ընդամենը նստել աշխատել, 20 րոպեից հետո չկարողացա, I felt overwhelmed եւ զգացի, որ չի հոսում այդ Սուրբ Հոգու, այդ բանը, որ միշտ հոսել է իմ մոտ, չէր հոսում։ Ու ես թողեցի։ Բայց երբ որ ես այդ ժողովին էի, խոսք եկավ ինձի,
ու այդ կինը տվեց իմ առանց իմանալու տվեց այն բառը, որ հույս էր եւ իմ գիրքը հույսի մասին է։ Wow. Ես հույսի մասին էի գրում ու նենց եղավ, որ Աստված ինձի օգնեց, որ ես հասկանամ ու ես հետաքրքիր է, որ վերջի chapter-ը ես է դրա մասին եմ խոսալու գրքի մեջ, որպիսի մարդիկ հասկանան, որ մենք որպես body of Christ մենք իրար պետքություն ունենք։ Mhm. Պետքություն ունենք իմանալու ու հասկանալու մենք որտեղ պետքա գնանք, ով պետքա մեզ համար աղոթի։ Mhm. Ես խնդրեցի Տիրոջը։ Ես չգիտեի, որ այդ կինը պիտի աղոթի իմ համար ու ես պիտի մի անգամից մեկ ժամվա մեջ ես I mean մեկ օրվա մեջ ես before and after ունեցա, այսինքն ինչ էր կատարվում իմ հետ, էմոցիաներիս հետ եւ չէի կարողանում գրեի, չէի կարողանում ծառայի այն ձևով, որ ես ծառայել էի։ Ես Այ, գիտեի, որ իմ մեջ մի բան կոտրվել է, որ ես չեմ կարողանում այդ ձևով ծառայեմ, ինչ որ այսքան տարիներ ծառայել էի։ mhm. Բայց այդ մեկ խոսքով, այդ մեկ աղոթքով եւ այդ կին աղոթեց իմ համար։ Wow. Եվ այդ մեկ աղոթքով ես տեսա, որ մենք ինչքան կարևոր է, մենք պետքություն ունենք իրար։ Մենք պետքություն ունենք gathering-ների, մենք պետքություն ունենք եկեղեցի գնալու։ Եթե դու հիմա շատերը կան, մտածում են, ես YouTube-ով եմ նայում, ես okay եմ, ես եկեղեցի պետքություն չունեմ գնալու։ No, դու պետքություն ունես։ Դու պետքություն ունես շփումի, դու պետքություն ունես եկեղեցի գնալ, դու պետքություն ունես մարդկանց քո կյանքիդ մեջ, որ դու vulnerable լինես, ասես որ ես պետքություն ունեմ։ Եվ Mhm. գիտեք ինչ ձևով եկավ այդ խոսքը։ Ինքը խոսքի word of knowledge-ով եկավ, Այ, գիտության խոսքով եկավ։ Եվ ես կարայի ոտքի չկանգնեի։ Ասեի, որ գիտես ինչ, ես այսքան խորհրդատվու եմ, ես սենց եմ անում, ես նենց եմ անում, ամոթ է այսքան մարդու մեջ ոտքի չկանգնեմ։ Չէ, բայց ես տեսա հնարավորություն, որ Աստված խոսում է, այս խոսքը իմ համար է, ես չպիտի ամաչեմ։ Ես ոտքի կանգնեցի ու այդ իմ ոտքի կանգնելը ասել էր, որ այո, ես այդ անձն եմ, որ այս խոսքը իմ համար է ու ես պետքություն ունեմ, որ ես հույսով լցվեմ։ Ես պետքություն ունեմ, որ Աստված ինձ հպվի քո աղոթքի միջոցով, որտեղ գիտության խոսքը դու ստացար։ Եվ ես հիմա տեսնում եմ, շատ եմ տեսնում body of Christ, որ հպարտության մեջ են քայլում։ mhm. Եկեղեցիներից մի փոքր նեղվում են կամ թամբալանում են, չեն ուզում գնան եկեղեցի։ Դու պետքություն ունես fellowship-ի։ Ես հիմա այս խոսքը քեզ ասում եմ, ես չգիտեմ դու ով ես, բայց դու պետքություն ունես fellowship-ի, դու պետքություն ունես, որ դու covering ունենաս, դու գնաս եկեղեցի, YouTube-ով դու չես կարա միայն սնուցվես։ Շատ Եմ շատակ խոսում սովորեցի։ է։ Ես էդի տեսա, ես էդի սովորեցի։ Ու կարևոր չի, թե դու ուր ես հասել, ինչքան լեվելների ես հասել որպես ծառայող, դու մարդ ես, մենք մարդ ենք։ Եվ ես չեմ ամաչում դրա մասին խոսալու։ Ես էլ եմ մարդ։ Եվ ես համոզված եմ, որ այս իմ էքսպերիենսները, փորձառությունները, ինչով որ ես անցել եմ, օգնելու է մարդկանց, որ իրանք լսեն։ Եվ այն գիրքը, որ ես գրում եմ, եւ որոշեցի, որ այդ վերջինը ինչ որ եղավ, դա դնելու եմ իմ գրքիս մեջը, որ մարդիկ կարդան ու հասկանան ու տեսնեն, որ ես հույսի մասին էի գրում, բայց երբ որ մորս կորցրեցի, ես կոտրվեցի, ես կորցրեցի այդ հույսը, բայց Աստված նորոգեց եւ մանրամասն այնտեղ գրում եմ ինչ խոսքեր լինելու եւ ոնց է լինելու եւ վերջի chapter-ը գրքի դրանով եմ վերջացնելու։ Ուրախ ենք ազդարակերը գիտնալու համար անհամբեր ենք կարդալու եւ իրական վկայությունը անը որ իրական անցումը գաբրի մեջ են գանցնի այն ժամանակ շատ ավելի թիմացինին գրնա օկտագարալալ եւ երբ որ օրինակի համար հունվարին թունսուքի մեջ մդար եւ սեպտեմբերին կամ սեպտեմբերին վերջին ինքզին կդար ինչպեսի զգացում ունեցար։ Օ, ես նորից ինձի ձուկը ջրում զգացի, որովհետեւ ես Եվ դու էլ ասեցիր ինձ, Կարինե, որ երբ որ մենք խոսեցինք իր հետ, ասեցիր, ես զգացի, որ դու Facebook-ի մեջ ակտիվ չես։ Դու չես գրում։ Ես միշտ ակտիվ եմ եղել, գրել եմ, միշտ հայտնություններ եմ ունեցել եւ այդ հայտնությունները բաժնեկցել եմ մարդկանց հետ։
ու ես քեզ ասեցի երևի Կարինե քույր արդեն տեսնում ես post-երս։ Այո, ճիշտ։ Ավելի ոնց ասեմ, այդ ճիշտ է Աստված խոսում էր, Աստված direction տալիս էր, բայց այդ հոսքը, որ այդ ձևով գալիս էր իմ կյանքիս մեջ եւ ես երբ որ աշխատում էի մարդկանց հետ, էլի խորհրդատվությունների մեջ գործում էր դա, բայց որ publicly ծառայեի, դա փակվել էր իմ մոտ։ Եվ ես ճիշտն ասած մի բան ասեցի Աստծուն, ես զգացի, որ ինքը ինձ արձակուրդ է տալիս։ Ու ես սենց ասեցի Աստծուն, ասեցի you are the greatest boss, ամենալավ boss-ն ես դու։ Ճիշտ։ Երբ որ կորուստ ես ունենում, կամփանիները քեզ շատ-շատ 2 ամիս են տալիս։ Աստված ինձի մոտավորապես 9.5 ամիս տվեց, որ ես կառուցվեմ եւ ես հասկացա մի բան նաեւ, որ մենակ մորս կորուստը չէր։ Այդ 5.5 տարին, որ ես մորս հետ օգնեցի իրան, որ ինքը այդ կենսերը, կռվի կենսերի հետ, այդ դժվարությունները, պանդեմիկը, այդքան մարդու օգնելը, դրանք ամենը հավաքվել էին։ Ահա, Կացա, որ Տերը ինձ ասեց, որ զավակս, before I do the next thing, before you get ready for the next season, you need to get ready, you need to be rejuvenated, մինչև որ դու պատրաստես մյուսի համար, ինչ որ ունեմ քեզ համար մյուս բան անելու, դու պետքա արձակուրդ վերցնես, դու պետքա հանգստանաս։ Եվ շնորհակալ եմ այդ ժամանակի համար։ Ես շատ հետաքրքիր բաներ արեցի այդ ժամանակներ, որ չէի արել այսքան տարիներ։ իսկապես։ Երբ որ ծառայության մեջ չես, ավելի ազատ ես եւ քո անցիդ վրան ավելի գնաս մտածել Այո, ծևով մա։ ավելի տաղեց կյանքս, ավելի slow down եղավ։ Եվ հետաքրքիր է, այդտեղ նաև այդ բանը կա, որ որպես ծառայող դու մտածում ես, օ, ես այդ ձևով չեմ ծառայում ինչպես առաջ, եթե իմ ինքնությունը լիներ իմ ծառայության մեջ, ես ավելի կկոտրվեի, բայց ես հասկացա, տեսա, որ Տերը ինձ արձակուրդ էր տալիս։ Եվ տենց էլ ասեցի, դու ամենալավ բոսն ես, մարդիկ 2 ամսից ավել չեն տալի, բայց դու ինձ այսքան ժամանակ տվեցիր։ Ամեն, ամեն։ Սոսիկա կաչալերական խոսք մնե բոլոր անոնք որոնք մտիկ գնեն եւ այսպիսի բարակաները գանցնին, ադաներ թատրիլը եւ գենալը ադիկա սխալ չէ, մեղ չէ, որ դու պետք ունիս հանկիստի, պետք ունիս ինքզինքիդ համար աշխատելու, պետք ունիս դերոջը ցայնը լսելու, պետք ունիս մխիթարվելու, բժշկվելու, ադաներ թաթարները մեր կյանքի մեջ շատ կարեւոր են։ Շատ գեղեցիկ զրույց մնես օնակույր Փառք Աստծո քու տապանցիկությանդ համար վստահ եմ որ շատեր գորնվին եւ պիտի խնդրեի քեզ մե հարցումը նախ պիտի հարցնեի նախքան մեր ավարտելը ինչ որ Նազարեթ եղբոր էջին վրա տեսա որ դուք ունիք Voice of Hope հերադեսիլի ասենք համացանցի նոր TV-մա, TV գայանմա, արդյոք այդ TV գայաներում մեջ դու բաժին ունիս կամ ուսուցումները թող գտնանք, ինչպես ժողովուրդը գրնա գաբվիլ հետդ ավելի լսելու համար արգախ School of Hope-են։ Այո, շատ հետաքրքիր հարց ես տալիս, ես գիտեմ, որ դա լինելու է եւ այս next season-ի մեջ, այս next պարագաների մեջ է լինելու։ Հիմա ինչպես որ ասեցի, ավելի սկսեցի public ծառայել, նորից սկսեցի ծառայել եւ TV մասին ասեմ, երբ որ պանդեմիկը սկսվեց, Աստված խոսեց ամուսնուս սրտի մեջ, որ TV channel-ը սկսի եւ ճիշտն ասած ինքը 5 տարի աղոթեց դրա համար։ He wanted to make sure it's from the Lord եւ աղոթեց ու զգաց, որ դա Տիրոջից է եւ 2025 թվականի փետրվարին այսպես ասած այդ channel-ը, այդ TV-ն, որ կոչվում է Voice of Hope, եւ երբ որ դուք գնաք հիմա կասեմ ինչպես կարող եք դուք download անել Voice of Hope-ը, ինքը ծնվեց։ Ճիշտ է, որ հիմա շատ ծրագրեր չունենք, բայց տեսիլքը շատ մեծ է։ Այո, ես էլ եմ ունենալու իմ ծրագրերը School of Hope-ի վրա։ Շատ հետաքրքիր ծրագիրներ եմ, Աստված շատ հետաքրքիր բաներ ա դնում սրտիս մեջ, որ պետք է արվի, բայց դեռ ծրագրավորում եմ դրանց համար։ Ես հիմա սենց եմ տեսնում, որ առաջի
այս մի քանի ամիսը պետքա վերջացնեմ գիրքս, դրանից հետո նոր կմտածեմ պրոգրամների մասին, բայց առաջնահերթը զգում եմ հոգուս մեջ, որ գիրքը պետքա վերջանա։ Եվ TV-ն, այսպես ասած, ինքը լինելու է hub, կենտրոն, տեղ, որտեղ մարդիկ նորից հետաքրքիր է հույսի ձայն, voice, որ մարդիկ նորից հույս գտնեն, որովհետև Հիսուսն է կենդանի հույսը։ Հիմա ասեմ, ուրեմն այդ չանալի վրա կան երկրպագություններ, օրինակի համար Սուրբ գրքի Audio Bible կա, Eastern and Western, արևմտահայերեն եւ արևելահայերեն Audio Bible-ը կա եւ Սաղմոսները կա, որ դուք կարող եք օրինակի համար ձեր TV-ի վրա դնել եւ ինքը կարդա բարձրաձայն Աստծո խոսքը, լցվի ձեր տունը, լցվի Աստծո խոսքով։ Ես օրինակ շատ եմ անում իմ TV-իս վրա, ունեմ այդ channel-ը, բան եմ արել, download եմ արել եւ դնում եմ Սաղմոսները կամ Սուրբ գիրքը եւ ինքը background-ում անընդհատ խոսում է։ Տունը Աստծո խոսքով է լցվում։ Հիմա TV-ն ինչպես կարող եք տեսնել, եթե Apple ունեք, Apple Store-ի մեջ, կամ եթե Android-ը, Android Play Store-ի մեջ, կարող եք գնալ եւ դնել Voice of Hope TV։ Okay? Ինքը կապույտով է տառերը VH եւ ընդհանուր կլոր լոգոն ջերմակով է։ Այնտեղ որ կարող եք այդ download անել այդ app-երը, կամ էլ եթե TV-ի վրա Roku ունեք, Fire TV կամ Apple TV, կարող եք գնալ նորից այնտեղ Roku TV-ի կամ Apple TV կամ Fire TV-ի մեջ, կարող եք search անել, search-ի տեղը փնտրել Voice of Hope TV, եւ երբ որ լոգոն դուրս գա, դուք կարող եք նաեւ տեսնել ու ունենաք ձեր TV-ի վրա այդ կանալը։ Եվ ասեմ, հիմա ամուսինս պատրաստում է վիդեոներ, որ լինելու է օրինակի համար շատ դանդաղ, գեղեցիկ մյուզիկ եւ Հայաստանի տեսարժան վայրերն է լինելու եւ հայերենով Սուրբ գրքից համարներ է լինելու։ Եվ այդ օրինակ ամեն մի վիդեոն ինքը ունենալու է մի թեմա։ Օրինակ մեկ վիդեո լինում է, հիմա դրա վրա է աշխատում ամուսինս, որ խոսում է Աստված ինչպես, այսինքն խոսում է, որ Հիսուս Քրիստոսը ինչպես է փրկության ճանապարհ բացել մարդկանց համար։ Մի ուրիշ վիդեո, որ դեռ էլի պատրաստության շրջանակների մեջ է, փուլի մեջ է, այսպես ասած, խաղաղության մասին է, վիդեոները այդպես գնալու է, երաժշտությունը եւ խաղաղության, Սուրբ գրքից խաղաղության մասին համարներ է գալու։ Հիմա գիտեք, ասեմ ձեզի, այս տեսիլքը ինքը շատ մեծ է եւ ինքը շատ ֆինանսների կարիք էլ ունի եւ մենք օգնականներ չունենք, so Նազարեթը ամուսինս ինքը Հովիվ Նազարեթը ինքը Իրան է սկսել եւ ինքը Իրան է օգնում, այսինքն ինքն Իրան է բանանում, բայց եթե մարդիկ կան օրինակի համար, որ ուզում են volunteer անեն, ունեն այդ հնարավորությունները, այդ skillները եւ ուզում են volunteer անեն, մի ժամ կամ 2 ժամ կամ ինչ որ ձևով օգնեն, դա մեծ օգնություն կլինի, որովհետեւ TV-ն ջրի է, ոչ մի բանով մենք charge չենք անում, բայց մենք TV համար վճարում ենք, մենք տարեկան վճարումներ ունենք, so այդ ամեն ինչը պահելու համար ֆինանսները կա եւ ճիշտն ասած, այսքան ժամանակ մենք չենք մտածել, որ ֆինանսների մասին ինչ որ մի բան, որովհետեւ ինչ որ Աստված հայթայթել է, բայց այս տեսիլքը ինքը մեծ է եւ այս տեսիլքը կարա ազգ transform անի։ Ամեն։ Գերեւի անպայման պետք է օրը ունենանք հարցազրույց Վալվերի Նազարեթին հետ իրեն ճանչնալու իր վկայությունը, իր դեսիլքը հետաքրքրական է եւ դեր օրհնե դերը մեմը որ գուդա դեր ոչմենը անիգա անպայման կգադարվի սոնակույր այս վիդեոզեի որ աղոտկով վերջացնենք եւ վիդեոզեի որ երկու նյութերու անձերը որոնք մեղքի սկացումի մեջ են ինչ որ քիչ առաջ հիշեցիր որ անցիկ կորսանցուցած են եւ կամ բամա դժբախտությունը եղած է արգածը եղած է եւ դակավին իրենց սրդի մեջ
գսեին, եթե ես ուշադրություն ունեի, եթե ես լավ նայի, եթե ասինչ բանը ունեի, դերևս պիտի չի պատահեր, դերևս պիտի չմերներ։ Գուզեմ որ աղոթես, որ այդ ոգին կանտվի աданցի մեջ են, գուզեմ երկրորդը որ աղոթես մտքի հարցակումի, աданցերը, որոնք մտքի հարցակումի մեջ են, եւ երրորդը բոլոր այդ անձերը, որոնք հբարտության ոգի ունին եւ մոդենալով աղոթք չեն խնդրեր եւ իրենց ունեցածը գախնի կբահեն, ասենք Yeah. թե ամոթեն կամ չեմ կեր ինչ պատճառով։ Կուզեմ այսի ասեմ, որ ինչի է հպարտություն, որովհետև հիմա մենք մեր ցավը պետք չունենք ամբողջ աշխարհին գնալու եւ ասելու, բայց մենք կանչված չենք, որ մենակ քայլենք Աստծո հետ։ Հիմա մարդիկ կարող ասեն Աստված իմ հետ է, այո, Աստված քո հետ է, բայց Աստված դու Աստծուն չես տեսնում։ Ահա։ Դու Աստծուն չես տեսնում, դու Աստծո հետ ճիշտ է կարաս խոսաս, ես կարող ես դու այդ քո ամեն ինչը պատմես Աստծուն եւ Աստված քեզ կարա օգնի, այո, բայց sense մի բան կա։ Երբ որ մենք վախենում ենք կամ մտածում ենք, որ մենք եթե ասենք, որ այս ցավը ունենք կամ մեկին բաժնեկցենք այդ ցավի մասին, we are afraid to open up, we are afraid to be vulnerable։ Հմ, Եվ էդի է մեղքը։ հմ, Մեղքը նա է, որ այսինքն մեղքը ինչու՞մ է, որ հպարտությունն է, որ ես մարդիկ չտեսնեն, որ ես օգնության կարիք ունեմ։ Մարդիկ չիմանան, որ ես օգնության կարիք ունեմ։ Հասկանում ես, դա այդ մեղքը մարդուն փակված է պահում եւ այդտեղ վնասվում ես, դու ես վնասվում։ հմ, Դու ես վնասվում, դու կարող ես գտնել ճիշտ անձերը, բայց եթե ճիշտ անձերն էլ չկան, դու կարող ես օրինակի համար դիմել խորհրդատուների, որ նրանք ավելի professional են եւ կարող են օգնել քեզ այդ էմոցիաների մեջ, որ դու դուրս գաս այդտեղից։ Այդ մեղքի զգացմունքը անգամ շատ շատերին եմ ես աղոթել եւ օգնել, որ եւ ասեմ, էսի ամեն կորուստի ժամանակ ա լինում, ամեն կորուստի մեջ կա այդ մեղքի զգացմունքը, այդ guilt-ը։ Եվ այո, ինչու՞ չէ, աղոթենք, որ մարդիկ ազատագրվեն, բայց եւ նաեւ միշտ էսի հիշի, մարդը մարդով է, մարդը մենակ չի կարա։ Երբ որ Աստված Ադամին նայեց, երբ որ Աստված ստեղծել էր աշխարհը, ամեն տեղ նայեց, ասեց լավ է, լավ է, լավ է, it is good, it is good, it is good, բայց երբ որ Աստված նայեց Ադամին, որ Ադամը մենակ էր, ասեց it is not good for men to be alone, լավ չի, որ մարդը մենակ է։ Եվ ստեղծեց Եվային, եւ քեզի մի բան ասեմ, կան մարդիկ, որ անգամ իրանք շրջապատված են մարդկանցով, ամուսնացած են, բայց իրանք երբեք իրանք սիրտը չեն բացում։ Իրանք ամուսինը չգիտի անգամ, կամ կինը չգիտի, թե իրանք սրտի մեջ ինչ կա, ինչ ցավեր կան։ Դա մենակություն է։ Դա մենակություն է, ու Աստված ասես լավ չի, որ մարդ մենակ լինի։ բայց գնալալ որ թիմացինը գինը կամ ամուսինը իրեն լավ չի հասկնա կամ բարվելագերտ չունենա կնախնդրենք զինքին բահել քան թե բացվիլ բայց ջաները մեկնալ ասեգա է չէ։ Արա լինի, այո, բայց եւ ինչպես որ ասում եմ, որ պետքա գտնես մեկը, որ կարողանաս բացվես։ Եթե ամուսնուդ չես կարողանում բացվես այդ ձևով, կնոջդ չես կարողանում բացվես, գոնե ինչ որ մեկին պետքա բացվես, որ ինքը հասկանա քեզ, որ ինքը օգնի քեզ այդ տեղի մեջ։ Ընդհանրապես այդ փակվածությունը մարդուն է վնասում, տվյալ անձին է վնասում։ Okay, աղոթենք։ I'll think. Հայր Աստված, շնորհակալ եմ քեզանից, փառավորում եմ քո սուրբ եւ պատվական անունը։ Տեր, շնորհակալ ենք, որ դու եկար կոտրվածների համար։ Դու ասացիր, Սուրբ Հոգին քո վրա է, եւ դու եկար, որպիսի կոտրվածները բժշկես։ Հիմա բերում եմ քեզ, Տեր, բոլոր սրտով կոտրվածները եւ խնդրում եմ, որ դու իրանց սրտի մեջ բժշկություն անես։ Հիմա ձեռքը դիր սրտիդ վրա։ Տեր, այս կոտրված սիրտը բժշկի։ Եվ օգնի, եթե չի կարողանում բացվի անձը, կարողանա բացվի։ Օգնիր Տեր, իր կյանքի մեջ ճիշտ անձերը դիր, որ ինքը այս ցավից կարողանա ազատագրվի։ Հիսուսի անունով կխնդրեմ Տեր, որպիսի կոտրված սրտերը դու բժշկես։ Հայր կխնդրեմ նաև, որ այն անձերը, ովքեր մեղքի զգացմունք ունեն կորուստից հետո,
կորուստ են ունեցել, սուքի մեջ են, եւ այդ մեղքի զգացմունքը իրանց չի թողնում։ Հիմա Հիսուս Քրիստոսի զորավոր անունով թող նրանք արձակվեն։ Թող արձակվեն նրանք այս մեղքի զգացմունքից։ Որտեւ այս զգացմունքը քեզ միայն վնաս է տալիս, որտեւ ինչքան որ կարողացել ես, ինչ որ արել ես, դու արել ես, այդ անձը այլևս չկա, որ դու ինչ որ մի բան անես։ Այդ զգացմունքը ուղակի կենթանի մնալով քեզ նեղացնում է, արձակիր հիմա, մտքիդ մեջ արձակիր։ Դու որոշում կայացրու, որ դու այս միտքը մեղավորության զգացմունքը պիտի արձակես։ Տեր, ես կխնդրեմ, որ ինչպես որ անձը հիմա քեզ է տալիս, արձակում է, դու վերցնես իրանից եւ ազատ արձակես իրան, once and for all, մի անգամից ազատ արձակի այս մեղավորության զգացմունքից։ Տեր, ես բարձրացնում եմ այն անձերը, ովքեր որ ամուսնության մեջ իրանց միայնակ են զգում։ Տեր, ես գիտեմ, որ դու հրաշագործ Աստված ես եւ դու կարաս անես անհնարինը։ Ես քեզանից պիտի խնդրեմ, որ ամուսնությունների մեջ, մեր ընտանեկան, հայկական ամուսնությունների մեջ հրաշք գործես։ Որտեւ դու կարող ես եւ ես քեզանից ուզում եմ խնդրել, որ ամուսնությունները սկսեն բժշկվել այս առաջիկա սեզոններում, այդ փուլում, որ դու Տեր գործելու ես հայ ազգի մեջ, դու գործելու ես քո ժողովրդիդ մեջ, ես կխնդրեմ, որ սկսես ամուսիններ զգացմունքներով իրար հետ կիսվեն, հասկանան, իրար մոտեցնես զգացմունքներով, Տեր։ Ես գիտեմ, որ քեզ համար անհնարին ոչինչ չկա, եւ ուզում եմ խնդրել հենց դրա համար։ Ու ես գիտեմ, մենք պիտի փառաբանենք քեզ, ու պիտի երկրպագենք քեզ, ու պիտի ասենք, որ դու լսեցիր մեր աղոթքները, ու դու պատասխանեցիր, ու մեր հայ ընտանիքները ավելի առողջացան։ Ես հիմա Տեր խոսում եմ մեր հայ ընտանիքների վրա եւ խնդրում եմ Տեր, որ հայ ընտանիքներ բժշկվեն, առողջանան։ Ամեն։ Հոգեվոր առողջություն եւ հուզմունքների վրա առողջություն, մտքի վրա առողջություն, ֆիզիկականի վրա առողջություն։ Ես խոսում եմ Տեր, առողջություն մեր հայ ազգի վրա։ Այն ինչ տրավման Տեր, որ մեր DNA-ն է անգամ փոխել։ Եվ Տեր կխնդրեմ, որ դու հիմա քո կենթանարար ձեռքով հպվես ամեն մի հայ եւ կառուցես ու նորոգես այն DNA-ը, որ դու ուզում ես, որ լինի քո մեջ, առանց տրավմաների։ Ամեն։ Մենք կհիշենք ինչով որ անցել է մեր ազգը, բայց կխնդրեմ, որ տրավման այլևս չշարունակվի մեր ազգի մեջ։ Կխնդրեմ, որ դու բժշկես մեր ազգը այս տրավմայից, եղեռնի, կործանումի տրավմայից, եւ օգնես, որ մենք մեզ չկործանենք, մենք մեզ չվնասենք, մենք մեր ընտանիքները չվնասենք, մեր երեխաներին չվնասենք, որովհետեւ մեր DNA-ը փոխված է։ Ամեն։ Շնորհակալ եմ Տեր, ես կխնդրեմ, որ դու reverse անես, հակառակը դնես, հակառակը անես, որ մենք ազգերին դառնանք լույս, որ մենք ազգերի համար դառնանք օրինակ, որ ինչպես մենք traumatized ազգ էինք, ինչպես մենք անցել էինք այս ամեն տրավմաներով եւ մենք ոտքի ենք կանգնել, բժշկվել ենք թե մտքով, թե էմոցիայով, թե մեր DNA-ով, թե մեր ֆիզիկականով, թե մեր ընտանիքներն են ցույց տալիս, որ մենք բժշկվել ենք եւ մենք դառնանք օրինակ ուրիշ ազգերի համար, ովքեր որ անցնում են տրավմաներով, որ կարողանանք նրանց օգնենք, որ իրանց վերքերը ամոքվի Սուրբ Հոգով, որպեսզի Սուրբ Հոգու ներկայությունը այնպիսի ձևով գա հայ ազգի վրա, որ ազգերը տեսնեն ու ասեն. նրանց Աստվածը արեց, նրանց Աստվածը Տեր է։ Ինչպես Տեր, որ ես քեզ ասեցի, սա օրինակ էր, ես օրինակ եմ եղել, Տեր։
Ինչպես որ ես ասեցի, Տեր, ես ինքս չեմ կարող անել, ես այս չամայից չեմ կարող դուրս գալ, ես այս հուսահատությունից չեմ կարող դուրս գալ, դու ինձի պիտի հանես, ու դու իմ գլուխը պիտի բարձրացնես, ու դու արեցիր։ Ամեն։ Ես նույնը խնդրում եմ հայ ազգի համար, որովհետև մենք ինքներս, եթե դու չանես, մենք ինքներս չենք կարող անել, սա մեր գլխից մեծ հարց է, սա մեր ուժից մեծ հարց է։ Մենք կարող ենք խոսել, քննարկել, գիտնականներ բերել, էմոցիայի վրա գիտնականներ, հոգեբաններ բերել ու խոսել, բայց Տեր, եթե դու չանես, եթե քո հոգին չգործի, ոչ մեկ ոչինչ չի կարող անել, չի կարող փոխել այն տրավման, որ ամբողջ ազգ ստացել է։ Սոտեր, ես քո հոգին եմ խնդրում, քո սուրբ հոգին եմ խնդրում։ Ես ստացա ու ես ուզում եմ տամ, արձակեմ այս խոսքերը, որ Տեր, դու կարող ես։ Դու կարող ես հույս ներշնչել այն տեղերի մեջ, որտեղ որ հույս չկա։ Դու կարող ես, Տեր, դու կարող ես։ Քո հույսը թո սփռի, սփռոցի պես քո հույսը սփռոցի պես թող իջնի հայ ազգի վրա, որ դու ծածկես մեր մեղքերը քո սիրով, որ դու ծածկես մեր մեղքերը քո սիրով, ընտանիքների մեղքերը, անհատական ծնողների մեղքերը երեխաների հանդեպ, անօրենության մեղքերը, չարախոսության մեղքերը, բամբասանքի մեղքերը Տերների մեզ, քրիտիսիզմի մեղքերը մեզ, Տեր, աբորշնի, մենք մեր երեխաներին կործանումի մեղքերը, Տեր, օգնի մեզ, ով Տեր օգնի մեզի, ազատ արձակի մեր հայ ազգես չամաներից, Տեր, և քո կենթանի շունչդ փչի, ինչպես դու փչեցիր Ադամի ռնգներից և կենթանություն տվեցիր նրան, Տեր, հիմա քո կենթանի շունչդ փչի ամեն մի հայուհու և հայ որդու վրա, Տեր, ովքեր որ հիմա նայում են քո կենթանի շունչդ փչի, քո ներկայությունը թող իջնի նրանց վրա և դու կենթանություն տուր նրանց հոգևոր, նրանց հոգևոր աչքերը թող բացվի, զանազանություն թող ունենան հոգիների, էմոցիաների մեջ բժշկություն թող ունենան, Տեր, շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ, որ դու այսքան տարիներ դու լսել ես ծածուկ հայուհիների և հայ որդիների աղոթքը, ու դու հիմա, Տեր, դու հիմա պիտի պատասխանես, ու ազգերը պիտի տեսնեն, ու ազգերը պիտի ճաշակեն այն, ինչ որ դու անելու ես հայ ազգի մեջ և հայ ազգի միջոցով։ Ամեն։ Ես այսօր մարգարեանում եմ հայ ազգի վրա ու ասում եմ, այն ինչ որ Տերը քո միջոցով պիտի անի, քո մեջ պիտի անի, դա քո միջոցով պիտի ազգերի գնա։ Ամեն։ Շնորհակալ եմ, Տեր, որ լսեցիր աղոթքս և պատասխանելու ես, Տեր։ Հալելույա։ Քո անունով խնդրեցի։ Ամեն։ Ամեն։ Եվ բոլորս միասին գսենք ամեն։ Ամեն։ Եվ հույսով եղիր եւ հավատքով եղիր սիրելիս, որ քու դարիդ շատ ավելի լավ պիտի վերջանա, քան ինչպես որ սկսավ։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալ եմ Սոնակույր այս բացարիք զրույցին համար, աղոթքին համար, դեր օրհներ ավելի օրհնե, կատարելապես բժշկություն, որուն որ քու ցերկը տնես, աղոթես, օրհնություն կա, ազատագրում կա, փրկություն կա, դեր օրհնե քո ամուսինի ծրակիրը եւ մենք ալ օրհնվենք աթիվի գայանը դիտելով։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալ եմ։ Սիրելիս, եթե օրհնվեցար, կխնդրեմ, որ բաժնեկցիս։ Բարի շաբաթ ավերջ։